Երեկ եւ այսօր Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարբեր հատվածներ։ Իրավիճակը մնում է հանգիստ եւ հանդարտ, ոչ մի արտարոց ակտիվություն չի նկատվում, ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի քանի հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր Բաքվի տարածած հաղորդագրությունները։ Իրավապաշտպան Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադիր ուսումնասիրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ Գենսերը նշել է, որ Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ավարտի անհրաժեշտությունը, այլ նաեւ հայ գերիների ազատ արձակումը։ Վստահ են, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ։ X-ում գրել է Գենսերը կից հրապարակելով Ուոլցի նախօրեի հայտարարությունը։ Նախօրեին Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գծով խորհրդականը X-ում գրել էր, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, տեղեկացնելով, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ։ Դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման 2021 թվականին սահմանը ապօրինի հատելու համար։ Օրեր առաջ դատարանը նրան նաև մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում բյուջեից մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Սաակաշվիլին ընդհանուր առմամբ բանտում կանցկացնի 12.5 տարի։